Մենք հիմա գտնվում ենք Օշականում, մուտք են գործել ոսկեվազից, շահվեր գետն է մեր աչափով անցնում, գետից են կողմ ոսկեվազն է, այս կողմ Օշականն է, երկու պատմական գյուղերի հատման կետում են գտնվում, շահվեր գետն է, Արագածիչն է սկիզբ առնում։ Այս Սամվելը մեզ ասաց, որ շատ հետաքրքիր բիզնես ակումբ է բացվել Հայաստանում, որի հիմնադիրը դուք եք։ Կներկայանաք, որ ավելի ճիշտ հնչի։ Ես Կոսմո բիզնես համայնքի համահիմնադիր նախագահ, եկել ենք մեր ակումբական մեր ընկերոջ տարածքը, որը նոր է ձեռք բերել ու ըստ իրականում մոտ ապագայում լինելու է շատ լավ կենտրոն տարբեր երկրներից, բնականաբար Հայաստանից, մարզերից մարդիկ գալու են, անցկացնել իրենց ժամանցը, լավ հետաքրքիր միջոցառումներ անցկացվելու, բնականաբար քանի որ Սամվելը հաթերքի հիմնադիրն է, շեշտադրումը լինելու է մեղուների հետ, մեղրերի հետ, ինչ համը բաներ կա, լինելու է արցախյան թեմաներ։ Մենք խոսել ենք Անդրեյ, ավելի շատ ակումբի մասին խոսենք։ ուզում եմ հարցնել, նախ ակումբը երբ եք բացել։ Ակումբը շուտով կլրանա 3 տարի, հուլիսի 20-ին 2023 թվականին մենք մեկնարկը տվել ենք, բայց մինչև այդ մենք ունեցել ենք մեր այլ հարթակները, բայց որպես ակումբ 3 տարին շուտով լրանալու է, գաղափարը միավորել տարբեր ոլորտի եւ տարբեր շրջանառության գործարաններից, սկսած փոքր նոր սկսնակ գործարանների, միջով շատ խոշոր գործարաններ։ Իսկ ինչ է դա տալու, եթե ակումբի անդամ է դառնում մարդը, բիզնեսմենը։ Ամենակարևորը այս կյանքում շրջապատն է ու եթե դու համախմբում ես քո կողքը շփումները, լավ նպատակ ունեցող, լավ արժեք ունեցող գործարաններին, բնականաբար մեկը մյուսին օգտականելով եթում առաջ։ Իմաստը մեծամասնությունը մեր ակումբականներն են ու որպես նոր ուղղվածություն Սամվելի, մենք բնականաբար փորձելու ենք իրան աջակցենք, ամեն իր ռեսուրսով, ունենք ռեստորանային ոլորտ, ունենք մարքեթինգային, ունենք տարբեր ոլորտներ ներկայացնել, հավելացային, կառուցապատում, ամեն մեկը ինվեստորներ ունենք, ամեն մեկը ոնց որ իր դերակատարումը ստե ունենալու է, որ զարգացնենք մեր ակումբական օգնենք բիզնեսը զարգացնել։ Այսինքն մարքեթինգային խնդիրել եք լուծում որոշ չափով։ Խնդիրները բիզնեսի, սկսած կրթություն, կապեր, մարքեթինգ, արհեստական բանականություն, աշխատակցի վերապատրաստում, բոլոր խնդիրները մենք տարբեր ուղղություններով զարգացնում ենք։ Այս պայն ունենք 32 ուղղություն ու Սամվելը որպես ակտիվ անդամ ինքն էլ մեծ ներդրում ունի մեր համայնքում, բնականաբար այդ համայնքի մեր համայնքի անդամները նույն ձևի փորձելու են դերակատարում ունենալ Սամվելի բիզնեսի զարգացման։ Բնականաբար եթե Սամվելը դառնա դոլարի միլիարդեր, իմիջիալը դեսպայ։ Ինքը կդառնա։ Ինքը դառնալու է, դրա համար այս բանը ֆիքսում ենք, ու մենք նույն ձևի եթե լինի մեր ընկերը միլիարդատեր, մենք հաստատ դրանից ված չենք զգալու, էլի։ Ասում եմ եթե քո ընկերը միլիոնատերը հաջորդը կլինես դու, եթե խաղամոլը հաջորդը կլինես դու։ Այո։ Խնդրեմ այս բանը ֆիքսենք, Սամվելը ձեռք ա բերել մոտավոր 2 հեկտար տարածք, այն որ մենք վիդեոներ ենք տենում, Դուբայը օրինակ 70 կամ 80 թվականին, հետո 10-20 տարուց հետո ինչ է դառնում, հիմա այս բանը մի հատ ֆիքսեք, ու մոտավորապես 10 տարուց հետո կտենաք ստե ինչ խոշոր զարգացում անելու տարաշրջանի։ Բայց շենքեր մի կառուցեք դուբայական էլի։ Ավելի Թող ժենգյալը մնա։ Դեռ ոչ մի գործ մենք չենք արել դրա ու այս զրոյական պահը ֆիքսելու համար այսօր հավաքվել ենք այստեղ, որ պրոյեկտի սկիզբը մեկնարկենք, նշենք ու հիմա ֆիքսում ենք, թե ինչից ենք սկսում, այս զրոյական կետն է սա, ու ոչ թե 10 տարի, այլ ընդամենը մի քանի ամսից մենք էլի կհավաքվենք, կտեսնենք, դե բնականաբար տարիներ հետո արդեն կպատկերացնեք կամ չեք պատկերացնի, բայց մենք արդեն գիտենք ինչ էր լինելու, մենք արդեն ունենք 5 տարվա ռազմավարություն, 10 տարվա ռազմավարություն եւ պլանով ոնց նախատեսել ենք, ոնց գծել ենք, մի բան էլ ավելի արագ ենք գնում առաջ, քանի որ
BS Cosmo ակումբը մեզ տալիս է նոր հնարավորություններ, որոնք օրինակ 1 տարի առաջ ես չէի մտածի, որ երբևէ կունենամ այսպիսի հնարավորություններ եւ այստեղ շատ հզոր ազդեցիկ մարդիկ կան եւ մենք միավորվելով սիներգիայի էֆեկտով հաստատ ավելի արագ կարողանանք հասնել եւ ավելի օպտիմալ ռեսուրսներով մեր նպատակներին եւ միասնական ուժերով միշտ ավելի հեշտ է հաղթահարել ցանկացած դժվարություն ու գնալ դեպի ուժը Այս Սամվելի հետ իրականում համատեղ ունենք լավ խոշոր նպատակներ ու այդ նպատակները ոչ թե ուղղակի մոտիվացիա, դա անհրաժեշտություն է, այսինքն մենք այլ տարբերակ չունենք ու մենք երազանք ունենք, այո, տարբերակ չունենք չանելու ու անելու ենք, հեսա մեր ընկերները կարող մի հատ էլ ֆիքսեք այս վիդեոյում։ Այսքան մարդ այսօր ներկա է այստեղ ու կհանդիպենք մի քանի տարուց։ Ինչի այդ անվանման BS Cosmo։ Մեծ BS Cosmo-ն բացում է ամեն տար իր բացում ունի Big Space առաջի 2 տարը։ Հապավում է։ Cosmo-ն անգլերեն բացում է Client Owner System Middle Organization, այսինքն ստեղծողը մեր հարթակի դա հաճախորդի պահանջարկն է, իսկ քանի որ բիզնեսը սպասարկում է եւ ծառայություն է մատուցում, դա բիզնեսը այդ օղակի մեջտեղ կատարողն է այդ պահանջները։ Այսինքն ինքն է այդ ամեն ինչը պահում, դրա համար հիմնական մեր կորիզը դա գործարներն են, որոնք օգնում են եւ օգուտ են տալիս զարգացնենք այս աշխարհը։ Հարկային արտոնություններ ձեր անդամակիցները կունենան։ Զբաղվելու եք ինչ որ մի մեր անդամները որ միանում են ավելի շատ հարկ են վճարում, մենք ունենք հաշվապահական կազմակերպություններ, այդ արդեն հաշվապահական մասով կասենք, մենք ամեն դեպքում եթե ունենք արտոնություններ օրենսդրական, բնականաբար ակումբականները առաջին են հիմա Բայց մեր նպատակը շրջանառություն մեծացնել եւ ավելի շատ հարկեր վճարելն է։ Օրենքի մեջ բիզնեսը ավելի ծավալուն լինի։ Պետական շահերը մեր համար ավելի վերակ քան անձնական շահերը, որովհետեւ լինելով հայ ու լինելով հայ գործարար, եթե մենք չունենանք հզոր պետություն, այս ամեն ինչը զրոյական է։ Հզոր տնտեսություն, հզոր պետություն։ Հետաքրքիր տվյալ ասեմ, Հաթերքուդը այս տարվա առաջին 4 ամիսներին համեմատած նախորդ տարվա հետ 8 անգամ ավելի շատ հարկ է վճարել եւ սա մեծ հպարտության է։ Ամեն տարի այդ ինքսերը կանենք, էլի։ Դե այս տարի այս պրոյեկտից ելնելով շատ լուրջ զարգացում անելու Հաթերքը։ Շատ մեծ ինվեստիցիոն ծրագիր ունենք, հանգստի գոտի, աբիտուրիզմի կենտրոն։ Մենք արդեն դրա մասին խոսեցինք։ Նույնիսկ 90%-ի մասին ես դեռ չեմ խոսել, քանի որ ամենամեծ պլանները դեռ առջևում են եւ բոլորը հաստատ ակամա։ Կարճ ասած, խոսքերը ավելորդ են, մի քանի ամսից արդեն տարբերությունը կզգաք եւ մի քանի տարուց արդեն ազդեցությունը կտեսնեք։ Ինչի կտենաք, խոսքերը ավելորդ են։ Շնորհակալություն BS Cosmo-ին միշտ մեր կողքին լինելու համար, աջակցելու համար, սա շատ ամուր հենարան է, ես համարձակ կարողանում եմ քայլեր ձեռնարկել, որովհետև գիտեմ իմ կողքին ունեմ շատ լավ ընկերներ, ամուր հենարան եւ սա ամենակարևոր բանն է ու շնորհակալություն BS Cosmo բիզնես ակումբին։ Շնորհակալություն։ Ինչ հանդիպում։